Մենք հիմա գտնվում ենք քաղաքական գործիչ, պետական գործիչ Ժիրինովսկու գերեզմանի մոտ, ամենաէքսցենտրիկ, ամենահակասական, ամենաէմոցիոնալ, ամենաբռնկուն, ինչ ասեմ, շատ երկար կարելի է Ժիրինովսկու մասին խոսել, շատ անգամ կարմիր գծերը հաղթող եւ ասեմ, որ շատ մեծ ուշադրության կենտրոնում է այս գերեզմանը, արդեն երկրորդ անգամ եմ այստեղ եւ մշտապես կան թարմ ծաղիկներ, նշանակում է իրեն հիշում են, հարգում են եւ չեն մոռանում։ Ինքը հայտնի էր նաեւ նրանով, որ ինչ որ կանխատեսել էր, շատ բաներ կանխատեսել էր եւ իրականություն դարձավ, շատերը ասում են գուցե վանգա այդպես բանը նորով էր ուշտված, չէ, ես կարծում եմ ավելի շատ պայմանավորված էր նրանով, որ ինքը ուներ շատ զարգացած էր, ուներ շատ գիտելիքներ, լուրջ կրթություն էր ստացել, մասնագիտությամբ պատմաբան էր, արևելագետ եւ ունենալով այսպիսի բազա, վերլուծական միտք, անալիտիկ միտք կարողանում էր կանխատեսել, թե ինչ է սպասվում։ Եվ մերձավոր արևելքի հետ կապված շատ կանխատեսումներ արեցանք, իրականություն դարձան, եւ Ռուսաստանի հետ կապված կանխատեսել էր նաեւ, ասում էր, որ անխուսափելի է նաեւ այդ պատերազմը, մի օր մենք պիտի կանգնենք դրա առջև, այնպես որ իսկապես ժամանակն էլ նաեւ ցույց տվեց, որ ինքը ճիշտ էր իր վերլուծությունների եւ անալիզների մեջ։ Ինքը նաեւ, քանի որ ես երբ որ խոսում եմ, նաեւ փորձում եմ ինչ-որ հիշել, թե ինչքանով են կապված մեզ հետ հայ ժողովրդի հետ, իսկ Ժիրինովսկին միշտ եղել է հայ ժողովրդի բարեկամը, շատ լավ գիտեր հայ ժողովրդի պատմությունը, նաեւ զգուշացնում էր, որ կա մեծ թուրանական ծրագիր եւ մենք պետք է մեզ համար շատ կարեւոր է Հայաստանը եւ պետք է լինենք Հայաստանի որդի։